Պարոն Փամփոխյան, թույլ տվեք զեկուցեմ ձեզ, որ այս տարի աշխատանքները տունկին բուն սկսել ենք իրականացնել փետրվարի երկրորդ կեսից, ձմեռային հատվածում առաջին անգամ Երևան քաղաքում իրականացվել են մշտադալարների տունկ, ինչը ավելի նպատակահարմար է իրականացնել ձմեռային ավելի ցուրտ ժամանակահատվածում։ Արդյունքում Երևան քաղաքում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ և եղևնիներ։ Տեղեկացնում եմ նաև, որ մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել է սանիտարական էդի և ձևավորման աշխատանքները, իրականացվում են ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների, իրականացվում են ավտոբուսային երթուղիների խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էդի աշխատանքներ, ինչպես նաև ներառված են թվով 300 բակեր, որոնք արդեն բնակիչների դիմումների հիման վրա խոստացված են բնակիչներին, 19 այգիներ և 18 ուրեմն փողոցներ և պողոտաներ։ Պարոն փոխքաղաքապետ, ուզում եմ ձեզ նաև զեկուցել, որ էդի աշխատանքները նախատեսված է մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանների կտրուկ տաքացումը հնարավոր է, որ քաղաքի հարավային շրջաններում էդի աշխատանքներն ավարտվեն ապրիլի 1-ին։